Լավ, քանի որ Աննան դրթեց ասեմ ներքին հանդից։ Տիկին Գրիգորյանը, որ ասում է սրանք տալիս են, առաջին տալը եղավ կապանցիների տաճկի առաջ։ Եվ 15-ից 20 կիլոմետր զորքը հայկական բանակը, որ նոյեմբերի 9-ով ստորագրել էին, պարտավորվել էին, որ զորքերը կանգնում են այնտեղ, որ կանգնում են, դեկտեմբերի 15, 16, 17-ին զորքը հետ քաշեցին։ Միասին եղել եք ազգային ժողովում, մի տարի առավոտվանից գիշեր ասում էինք զորքը ինչի հիմա վրա ետ քաշեցիք, խապում էին մինչև մի օր դոկումենտով պարզվեց։ Նիկոլ Փաշինյանի գիտությամբ, Վաղարշակ Հարությունյանի ստորագրված թղթով ուրացել են նույնիսկ նոյեմբերի 9-ը եւ զորքը ետ էին քաշել, որի հետագա արդյունքը նաեւ եղավ 22 թվականի ագրեսիա։ Սիրելի կապանցիներ, սիրելի սյունեցուներ, անկեղծ ասած ես մոտ 30 տարի ընտրություններին եմ մասնակցել, որ գալիս է, ճիշտ ասած ասում են լավ էլի կապանցին հերթական անգամ ասելու է լավ, ընտրությունից ընտրություն գալիս են ու ելույթներ են ունենում։ Բայց պետք է անկեղծ ասեմ, մեր խիղճը այդ առումով մաքուր է, որովհետև առաջին Հայաստան դաշինքի միջոցով կապանցին 24 ժամ 7 ռեժիմով ունեցել է ամբողջ Հայաստանի տարածքով, ազգային ժողովի ամբիոնով իր ներկայացուցիչը Հանձինս Աննա Գրիգորյանի, որովհետև Հայաստան դաշինքն անգամ չկազմավորված առաջին իսկ պահից մեր ժողովրդի պետականության, արցախյան ազատամարտի եղել է ոչ թե կապանցու կողքին, այլ կապանցու հետ, կապանցու մեջ կամ կապանցիով Հանձինս դաշնակցության Կապանի Հարավ Մանուկյան կոմիտեի։ Եվ ամենավտանգավոր պահին նույն 20 թվականի պատերազմին իմ դաշնակցական բազում ընկերներ Արցախից բացի շտապում էին Կապանի դիրքեր, կապանցի իրենց ընկերների կողքը լինելու։ Անցնող տարիներին իրականում ճիշտ է ասում Աննա Գրիգորյանը, շատ հաճախ Կապան գալը ավելի շատ դարձել է ներքին հանդիի ծավի ուղղությամբ գալ, որովհետև անվտանգության հիմնական խնդիրը հենց այդ գծում էր։ Երկու օր առաջ Սյունիքում մեկ այլ բնակավայրում հանդիպմանը գյուղացիներից մեկ ասեց, լսեք, հերիք է դուք անվտանգությունից խոսակ, դուք խոսացեք սոցիալական հարցերից, բայց ես նորից համոզված եմ մնում, որ Սյունեցին իր անցյալով, իր Նժդեով, իր Արամ Մանուկյանով, իր հերոսներով միշտ եղել այն ողնաշարը, որ եւ անվտանգության, եւ տնտեսության, եւ ամեն ինչի պահապանն է։ Իսկ իրականում անվտանգությունը հենց սոցիալական հարց է։ Հենց սոցիալական հարցը ներքին հանդի օրինակով։ Այստեղ տեսնում եմ շատ արդեն տարիքն առած մեր կապանցիներից, Կապանի հարակից գյուղերից, որ տարիներ շարունակ մարտական հերթապահություն են իրականացրել։ Տարիներ շարունակ եղել են պայմանագրային զինծառայողներ, որոշները հիմա պայմանագրային զինծառայող են։ Մեր աչքով ենք որ տեսել, ներքին հանդում 3 կողմից շրջափակված պարտադիր զինվորական ու թշնամին գլխին ամբողջ ճակատով նստած պայմանագրային երկրապահ, այն ինչ որ ասում ենք մոb, այդ ապահով վիճակն է։ Այսօր Նիկոլ Փաշինյանը վաղվա այդ իր պարադը ներկայացրել է, որ նոր հանդերձանքով են անում, սուտ ասում, 3000 ձեռք, 3 տարիա խոստացել է բանակի հանդերձանքը փոխի, չի արել, 3000 ձեռք Ամերիկայից ֆորմայա բերել հունվարին, պարադի համար, հիմա ասում է բանակի ֆորմեն փոխվել է, դուք, որ հիմա էլ առաջնակից եք գնում, բանակի ֆորմեն փոխվել է, երկրորդը, գիտեք, սիրտս կանգնում է, մեր նախընտրական ծրագիրը գրելուց, բանակ անվտանգություն, սիրտ կամելով էին գրում, որտեղ մեր աչքի առաջ այդ պրոբլեմները, խոսում են ատեստացիայից, այստեղ կանգնած տարիքով պայմանագրայիններ, որ մարտական հերթապահություն է կարել, անում, քանիստ է ատեստացիան հանձնում, չեմ ասում շտաբի սպան,
որ ոչ մարտական հերթապահության է գնում, ոչ բանանում, մինչև ժամը 6-ը շտաբը, շտաբից հետո պարապում է։ Մարտական հերթապահություն իրականացնող Տավուշից մինչև Մեղրի պայմանագրային զինծառայողների մեծ մասը աշխատավարձի բարձրացում չի տեսել։ Դրա համար Հայաստան դաշինքն ասում է, ոչ թե ատեստացիայի անհավասար պայմաններով, այլ ուղղակի բազային աշխատավարձը պետք է փոխվի ամբողջ բանակի համար, որ աշխատավարձը ստանա արժանապատիվ, ատեստացիան, մասնագիտական համապատասխանելիության։ Այսպես որ թիթիզ խոսում են, ներքին հանդում կայնած տղեկի մեծ մասը տարիքն առած։ Այդ փողը, որ հիմա փոխել են, քարտին են փոխանցում, ստանում են, չէ, մի տնից չենք, մի հալիցենք, գիտենք, որ մեծ մասը ԴԱՀԿ-ի տակ է, մարտական հերթապահություն են իրականացնում, պետությունը փողը փոխանցում է, գնում է ԴԱՀԿ-ով պետության գրպանը։ Եվ վերջապես, սիրելի հայրենակիցներ, վաղը պարադ է, հպարտանում է իշխանությունը, որ նոր տեխնիկա ենք բերում եւ այլն։ Ըստ պարոն նախագահ նորից անդրադառնալու է, բայց երեք Սիսյանում մի քանի տարբեր առիթներով ասել է։ Այդ տանգը սիրուն ներկած, այդ հրանոթը, ականանետը, ամեն ինչը կարա ջիգյարով կրակվի, երբ որ լինի հայրենասեր զինվոր, երբ որ լինի հայրենասեր զինվորական, երբ որ թասիբ ունեցող զինվորական լինի, երբ որ զինվորականը խոսի հայրենիքի մասին եւ ոչ թե 2 կոպեկ փողի համար առավոտվանից գիշեր կրկնի Նիկոլի խաղաղություն բառերը։ Դրա համար ի տարբերություն այս իշխանության, որ ասում է բանակը անվտանգության երաշխավորը չի, այն մեկն է կրկնում է Ադրբեջանն է մեր անվտանգության երաշխավոր։ Հայաստան դաշինքը ասում է Հայաստանի Հանրապետության անվտանգության գլխավոր երաշխավորը մեր զինված ուժերն են։ Մեր զավակ բանակը, որը կերտվել է պատերազմով, եկել հասել է մեր օրերը։ Եվ վստահ եմ, հիմա Տավուշից մինչև Մեղրի լսող շատ զինվորականներ մտքի ծայրում կրկնում են այն խոսքը, որ հնչում է այս ամբիոնից։ Միասին, 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 ամսի 7-ին, շնորհակալ եմ։